Երևանում վերջապես արև է, շատ արևոտ մարդ է այսօր մեզ մոտ։ Նո, հաճելի է շատ իհարկե լսել դա։ Շնորհակալ եմ, որ ես իմ միսիաներով հաջողված եմ եղել։ Ձեր օբյեկտներում վինիլ սետեր անում եք։ Օբյեկտներում Ոչ մեկ պատրաստ չէր մեծ թիմ վարձատրել։ Ներափսոս ինչ չես ասել, պետք է ասեմ, ես կմասնակցեի։ իհարկե գումարով, ինչն է քեզ թրթել դրանով զբաղվել։ Նպատակ ունեի հենց գրաֆիկ դիզայնով զարգանալու։ Արդեն դաժե մի պահ մոռացել էի, ժամանակ որ դիզայներով բանով էի զբաղվում։ DJ-ներին օֆեր անելուց ես որոշում ում ինչքան վճարես։ Բավականին տհաճ էր։ Կազմակերպիչների կողմից արտիստին չգնահատելու խնդիրում։ Փուչիկների մեջ DJ-ը կանգնած լինի, դուրսը նվագի, մի քիչ փողոցի վրա էլ աղմուկ անենք ու շրջություն գրանենք։ Ինչի համար ես դու զանգել։ Ես չեմ նշի խանութը։ Զանգել են ինձ ասում են ուզում ենք ու նվագես։ Ես գումար եմ ասում, ասում են չէ, օրինակ շատ է։ DJ-ին կանչում են որպես աղբլոշկա։ Գիտես որ հեոնա, թե պրոստը գինես ճշտում։ Ես էլի չեմ ուզում անուններ տամ, բայց ինքը փորձ չունի, ինքը չի այցելել, ասենք մի քանի տեխնոկլուբեր, որ իմանա տեխնոն ինչի մասին է, ասենք, դա ինչա вообще։ Համարում եմ, որ դաժե հիանալի միջոցառում էր ու շատ իզուր էին բոլորը դեպրեսվում։ Կյանքում դες բան չենք տեսել։ ու մեզ ասենք հարցն են, կեսօր Friday-ը, որտեղ գնանք դժանք եկել ենք Երևան ֆռալով։ Մենք սենց գլուխներս կախենք ու չիմանանք ինչ պատասխանենք։ Գյուժան մտել բլից արա վերջում։